1933 թվական օգոստոս ամիս շոտլանդական թերթերից մեկը հրապարակում է Ջորջ Սփայսեր անունով մի մարդու պատմած պատմությունը, համաձայն որի Սփայսերը 1933 թվականի հուլիսի 22-ին իր կնոջ հետ շոտլանդական բարձրավանդակներում գտնվող Լոխնես կոչվող լճի շրջակայքում հանդիպել է մի առեղծվածային արարածի։ Հրապարակված հոդվածի մեջ այս կրիպտիդին անվանում էին հրեշավոր ձուկ, վիշապ, ու այս անվանումների մեջ նաև արարածին անվանել էին Լոխնեսի հրեշը, ինչից հետո էլ հենց այս անվանումն է լայն հանրային տարածում գտնում ու արարածին սկսում են ճանաչել որպես Լոխնեսի հրեշը։ Եթե ժամանակագրական առումով հետ գնանք, ապա Սփայսերի պատմությունից դեռևս հարյուրավոր տարիներ առաջ ևս կան հիշատակություններ Լոխնես լճում ապրող հրեշի մասին։ Դեռևս 7-րդ դարում շոտլանդական պատմիչ Ադոմնանը գրելով շոտլանդական սրբերից մեկի Սուրբ Կոլումբայի վարքը մի հետաքրքիր պատմություն է ներկայացնում Սուրբ Կոլումբայի կյանքից, որը անմիջականորեն վերաբերում էր Լոխնեսի լճում ապրող հրեշին։ Համաձայն այդ պատմության Սուրբ Կոլումբան, որը որ ապրել է 6-րդ դարում, բնակվելիս է լինում Լոխնես լճի եւ Համանուն գետի շրջակայքում եւ մի օր հանդիպում է մարդկանց, որոնք որ թաղում էին իրենց ընկերոջը, ու այդ մարդիկ Կոլումբային պատմում են, որ իրենց ընկերը մահացել է Նես գետի մեջ, այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է անհայտ ինչ-որ հրեշ։ Պատմությունը լսելուց հետո Կոլումբան իր հետևորդներից մեկին ուղարկում է, որպեսզի լողա Նես գետի մեջ, ու երբ որ ուղարկված մարդը մտնում է գետը ու սկսում է լողալ, հրեշը դուրս է գալիս ու հարձակվում է այդ մարդու վրա, իսկ Սուրբ Կոլումբան էլ տեսնելով այդ տեսարանը միանգամից խաչի նշանն է անում ու սկսում է աղոթել, ինչից հետո հրեշը թողնում է այդ մարդուն ու հեռանում է։ Ու էլի վերադառնալով Ջորջ Սփայսերի 1933 թվականի պատմությանը, համաձայն որի Սփայսերը պնդում էր, որ 1933 թվականի հուլիսի 22-ին նա իր կնոջ հետ լճի շրջակայքում իր մեքենայի մեջ նստած ժամանակ տեսել է, թե ոնց է հրեշը անցնում ճանապարհը։ Կանադացի սկեպտիկ Դենիել Լոքսթոնը եկել է այն եզրահանգման, որ Սփայսերի պատմությունը հորինված էր ու հիմնականում ոգեշնչված էր 1933 թվականին լույս տեսած Քինգ Քոնգի մասին ֆիլմով, որի մեջ որ հենց կար տեսարան, թե ոնց է ֆիլմի հրեշներից մեկը դուրս գալիս լճից, հետո անցնում ճանապարհի վրայով, ու Լոքսթոնի պնդմամբ այս ֆիլմը 33 թվականին ահավոր հայտնի էր Շոտլանդիայում, ու ամենայն հավանականությամբ Սփայսերը հենց այս ֆիլմի տեսարանից ոգեշնչված էլ հորինել է այս պատմությունը։ Սփայսերի պատմությունից հետո էլի 1933 թվականին Հյու Գրեյը, որը որ լուսանկարիչ էր, 33 թվականի նոյեմբերի 12-ին հրապարակում է մի լուսանկար, որի մեջ իբր թե պատկերված էր Լոխնեսի հրեշը, ու շատերը կարծում էին, որ այդ լուսանկարի մեջ իրականում հրեշ չի, այլ Գրեյի կամ շունն է, շրջակայքից ինչ որ մի հատ կենդանի է, ասենք օրինակ կարապ կամ էս սիրուն կենդանուց։ Այս դեպքից էլ արդեն մի քանի ամիս անց 1934 թվականի հունվարի 5-ին Արթուր Գրանտը պնդում է, որ գրեթե վրաերթի էր ենթարկում հրեշին իր մոտոցիկլով, ու 1934 թվականին շրջանառության մեջ է մտնում Լոխնեսի հրեշի ամենահայտնի լուսանկարը։ Այս լուսանկարը վերագրվում է Ռոբերտ Քենեթ Ուիլսոնին։ 1934 թվականի ապրիլի 20-ին մի շարք բրիտանական թերթեր հրապարակում են Ուիլսոնի պատմությունը, համաձայն որի մեկ օր առաջ, այսինքն ապրիլի 19-ին, Ուիլսոնը մեքենայով անցնելիս է լինում Լոխնես լճի մոտով ու տեսնում է հրեշին։ Բայց հետաքրքիրը այն էր, որ հրապարակված հոդվածի մեջ չկար ոչ մի խոսք լուսանկարի մասին։ Հաջորդ օրը ապրիլի 21-ին Daily Mail-ը հայտարարում է, որ ձեռք է բերել բացառիկ իրավունքներ հրապարակելու մի լուսանկար, որում իբր թե պատկերված է Լոխնեսի հրեշը։ Լուսանկարը վերագրվում էր Ռոբերտ Ուիլսոնին, որի պատմությունը մեկ օր առաջ հրապարակվել էր թերթերով, ու ավելի քան 60 տարի այդ լուսանկարը համարվում էր գրեթե
փաստական ապացույց, որ լճում իրոք հրեշ է ապրում, ու չնայած նկարի վատ որակին ու սև ու սպիտակ լինելուն, հնարավոր էր հասկանալ, որ իրականում նկարի մեջ պատկերված իբր թե հրեշը այդքան էլ մեծ չափերի չի, որտեվ եթե նայում էինք լճի ալիքներին, ապա դրանք երևում էին շատ մեծ չափերի, ու այդ շրջանում էլ արդեն հենց հասցրել էին տեխնիկական անալիզի շնորհիվ պարզել, որ իրականում լուսանկարի մեջ պատկերված առարկան 60-ից 90 սանտիմետր երկարություն ունի, ու 1991 թվականի հունվարին Քրիստիան Սփուրլինգ անունով մի մարդ հայտարարում է, որ ինքն է եղել այն անձնավորությունը, ով որ 1934 թվականին պատրաստել է այն խաղալիքը, որն էլ որպես Լոխ Նեսի հրեշ լուսանկարել է Ռոբերտ Ուիլսոնը, ու ամենազարմանալին այն է, որ այս ընթացքում նաև լուրջ հետազոտություններ են մարդիկ իրականացրել, նույնիսկ մի քանի անգամ Լոխ Նես լիճը ու դրա հատակը սոնարային զննության են ենթարկել, որպեսզի փորձեն գտնել հրեշին ու իր բնակության վայրը, բայց տենց էլ ոչ մի լուրջ բան չեն կարողացել հայտնաբերել, ու եւս մի հատ հետաքրքիր պատմություն է տեղի ունենում 2014 թվականին, երբ որ ապրիլի 19-ին լուրեր են տարածվում, թե իբր Apple Maps-ով մարդիկ լճի լուսանկարների մեջ կարողացել են գտնել Լոխ Նեսի հրեշին ու ներկայացնում էին մի հատ լուսանկար, որի վրա իբր թե պատկերված էր Նեսին, բայց հետագայում պարզ դարձավ, որ իրականում այդ ոչ մի հրեշ չի, այլ իրականում նավակի թողած հետքա ջրի վրա։